երբ կունենանք այն մեր երազած դպրոցը, երբ սրա վերջնարդյունքը կտեսնենք այս բարեփոխումները։ Շատ բարդ հարց եք տալիս, իրականում եթե նայում ենք ուրիշ երկրների փորձին, ովքեր գնացել են հանրակրթության չափորոշիչի արմատական փոփոխությամբ, դա միջինում 20-ից 30 տարի է, որ դպրոցը փոխվում է։ Այսինքն, որ կարողանում են համակարգային արդեն տեսնել արդյունքը, բայց գիտեք, ես անընդհատ փորձում եմ այդ փոփոխությունները տեսնել նաև process-ի մեջ։ Եվ դուք ձեր խոսքի սկզբում շատ եք խոսում երեխաներից։ Ընթացքում էլ եք հիշատակում, անկեղծ ասած, դա ինձ շատ հաճելի է, միշտ չի պատահում, որ ուսուցիչների հետ խոսես եւ խոսակցությունը պտտվի երեխաների շուրջ, եւ կարծում եմ երեխաներն են նաև մեզ այդ փոփոխությունների ժամանակ ճիշտ ուղղորդում տեսնելու դրանք տեղի են ունենում, թե ոչ։ Դուք օրինակ այնպիսի կարևոր բաներ նշեցիք, ինչպես նրանց աչքերի փայլն է, նրանց հետաքրքրվածությունն է դպրոցով, նրանց ցանկությունն է դպրոց գալ, դասերին ներկա լինել։ Երբ որ մեթոդ ես փոխում, երբ որ փոխում ես նրանց հետ աշխատելու ձևը, այդ տիպի եւ դուք դա ինձնից շատ անգամ ավելի լավ գիտեք, որտեվ ամեն օր դա ձեր աշխատանքի մասն է, դուք այդ փոփոխությունները սկսում եք նկատել նույնիսկ մեկ օրում, մեկ շաբաթում, մեկ ամսում եւ տեսնում եք, թե արդյոք այդ գործիքակազմը հեշտացնում է ձեր աշխատանքը, թե բարդացնում է արդյունքի հասնելու տեսանկյունից։ Հետևաբար ես կարծում եմ, որ շատ կարևոր է այդ մեծ փոփոխությունների ժամանակ ունենալ նաև միջանկյալ արդյունքներ, որ մեզ ճանապարհին ցույց տան մենք ճիշտ ենք գնում, թե ճիշտ չենք գնում։